Հիմա լրատվամիջոցներ կան, հրապարակում են իրանց տարեկան հաշվետվությունները, ինչ որ ծիծաղալու թվեր են։ Նայում ես շատ փոքր թվեր են, չի կարող այդքան խմբագրակ։ Բաժանում ես այդ թվերը զուտ, եթե նայում ես, եթե ենթադրենք միայն աշխատավարձ են տվել, բաժանում ես աշխատողների քանակի վրա, ստանում ես, որ մարդա ստանում են ամիսը տենց մի 80-90 դրամ։ Ասում ես լավ, ում է կապուշ տեղ դրել էլի լուրջ մարդա 80-90 դրամով այդքան բան լրագրող օպերատոր կներ եք էլի 80-90 դրամով աշխատող լրագրող կամ օպերատոր կա այս երկրում։ Երկի չկա։ Ուրեմն ինչ որ ապօրինի կեղտոտ բանել ունեն, էլի շրջանառություն։ Դա կոչվում է սև բուգալտերիա, հա, սև հաշվապահություն էլ ունեն։ Բայց պետությունը չի կարողանում դա պատշաճ կերպով վերահսկի, դա բացահայտի։ Շատ են նման լրատվամիջոցները, պարոն Հովհաննիսյան, եւ այդ լրատվամիջոցները նույնպես կարող են դառնալ օրինակ հիբրիդային պատերազմի գործիք։ Չեմ հաշվել, բայց քիչ չեն, ոչ թե կարող են դառնալ, այլ այդպիսին են, իհարկե։ Իհարկե հիբրիդային գործողությունների գործիքներից մեկը, այսինքն առանցքայիններից մեկը դա Հայաստանում գործող որոշ լրատվամիջոցներ, Հայաստանում գործող որոշ հանրային գործիչներ, Հայաստանում գործող որոշ քաղաքական գործիչներ եւ կամ քաղաքական ինչ-որ միավորումներ են։ Եվրամիության Բայց ոչ միայն, նաեւ հիբրիդային գործիքակազմի սահմաններում են Հայաստանի վրա տարբեր մեխանիզմները, որը որ Ռուսաստանը օգտագործում է։ Երբեմն դրանք ուղղակի ինչ որ տենց տեղեկատվական օպերացիաներ են դրսից կազմակերպված։ Այսինքն հստակ է, որ այդ լրատվամիջոցների վրա ազդեցությունը հիմնականում Ռուսաստանից է։ Դե դա ակնհայտորեն երևում է։